Շուտով էլ կլասիկո է եւ արդեն այրուն է հոսում բոլոր սպորտային ալիքների մեջբերումներում։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ խոսելու Իսպանիայի սուպեր գավաթի երկու կիսաեզրափակիչ հանդիպումների մասին եւ իհարկե սպասվելիք եզրափակչի Էլ Կլասիկոյի մասին։ Ռեալ Մադրիդ, Բարսելոնա։ Նրանք նորից կհանդիպեն արդեն 4-րդ տարին անընդմեջ եզրափակում տեսնելու ենք Էլ Կլասիկո եւ ամեն անգամ Էլ Կլասիկոն մի նոր պատմություն է եւ հուսով ենք այս անգամ էլ այն մեզ շատ կուրախացնի եւ թեժ կլինի։ Եկեք սկսենք կիսաեզրափակիչ հանդիպումներից։ Առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը նորից Կլասիկո էր, խաղում էին Բարսելոնան եւ Ատլետիկ Բիլբաոն։ Իհարկե հիմա հարց կառաջանա մարդկանց մոտ, ինչու ես ասացի Կլասիկո, որովհետեւ եթե չգիտեք, Ատլետիկ Բիլբաոյի, Ռեալ Մադրիդի եւ Բարսելոնայի միջև բոլոր խաղերը համարվում են Կլասիկո, իսկ Ռեալ Մադրիդ-Բարսելոնա հանդիպումը համարվում է Էլ Կլասիկո։ Սա փոքրիկ, այսպես ասած, մեսիջ մինչև այդ խաղի անդրադառնալը, որտեղ այդ խաղում իրականում այնքան քիչ բան կատարվեց, որ շատ բան ասելու էլ չկա։ Բարսելոնան հաղթեց 5-0 հաշվով, ունենալով բացահայտ առավելություն, գերազանցելով մրցակցին յուրաքանչյուր ասպեկտում եւ ընդհանրապես այնպիսի տպավորություն էր, որ որպես զբոսաշրջիկ էին եկել Ատլետիկ Բիլբաոյի ֆուտբոլիստները եւ ընդհանրապես մարշչական շտաբը այս Իսպանիայի սուպեր գավաթի մրցաշարին եւ այո, հենց այդպես էլ ամբողջ խաղի ընթացքում էր Ատլետիկ Բիլբաոն ոչնչի մասին էր, իսկ Բարսելոնան անում էր այն, ինչ ուզում էր։ Այս խաղում ֆանտաստիկ ստացվեց Բարսելոնայի ռեալիզացիան, մի քանի շքեղ գոլեր տեսանք, մի քանի գեղեցիկ կոմբինացիաներով, Ռաֆինյայի գեղեցիկ հարվածը եւ գոլը ընդհանուր առմամբ Բարսելոնան շատ լավ տեսք ուներ եւ ընդհանրապես Բարսելոնան շատ լավ էր մոտենում այս Իսպանիայի սուպեր գավաթի մրցաշարին, որովհետեւ մինչեւ այդ արդեն 8 խաղ անընդմեջ հաղթում էին, սա իրենց 9-րդ անընդմեջ հաղթանակն էր, վերջին 4 խաղում ընդհանրապես թիմը գոլ բաց չի թողնում։ Իհարկե այնպես է, որ կան մրցակիցների համար շատ լուրջ հնարավորություններ, բայց կամ Ժոան Գարսիան է ֆանտաստիկ խաղ ցուցադրում, կամ էլ մրցակիցները մսկում են իրենց հնարավորությունները, այսինքն ասել, որ ամեն ինչ կատարյալ է Բարսելոնայի պաշտպանությունում սուտ կլինի, բայց այն, որ Ֆլիկը ասաց Չելսիի պարտությունից հետո, որ դուք տեսնելու եք այլ Բարսելոնա, մենք կարծես թե դրանում քիչ-քիչ համոզում ենք, որտեղ Բարսելոնան իրոք հաղթում է գրեթե բոլորին, ավելի ոչ թե հաղթում է, այլ գրեթե բոլորին, այլ իրոք հաղթում է բոլորին, արդեն 9 անընդմեջ հաղթանակ եւ եզրափակչին մոտենում է բացառիկ լավ տրամադրվածությամբ։ Նաև վնասվածքներն են գրեթե բոլորովին կարգավորվել, Բարսելոնայում չկան այսպես ասած շատ լուրջ կորուստներ այս պայդրությամբ, բոլոր կարևոր ֆուտբոլիստները պատրաստ են լինելու եզրափակչին եւ իրոք Բարսելոնայի համար կարծես թե շատ լավ շրջան է եւ 2026 թվականն է շատ լավ է սկսել Լա Լիգայում նրանք կատալոնական դերբիում իհարկե շատ բարդ խաղում, բայց հաղթեցին Էսպանյոլին, այնտեղ Ժոան Գարսիայի համար ստեղծված դժողքը իրականում լրիվ հակառակ պատկերը ունեցավ, որտեղ Ժոան Գարսիան հերթական մաստեր կլասը անցկացրեց Լա Լիգայի շրջանակում եւ ընդհանրապես Ժոան Գարսիան այս տարի Բարսելոնային շատ է ուժեղացրել, որովհետեւ ամենայն հարգանքով իհարկե Շեստիի նկատմամբ, բայց անցած տարի Բարսելոնան նորից ուներ պաշտպանությունում խնդիրներ, եկե ոչ այսքան լուրջ ոնց որ այս տարի, բայց այն ժամանակ դարպասապահը շատ քիչ դեպքերում էր փրկում, իսկ հիմա Ժոան Գարսիան այնպիսի գնդակներ է հանում, որոնք ուղղակի անհավանական են եւ պարզապես փառահեղ են։ Ատլետիկ Բիլբաոյի մասին եմ ուզում խոսել մի քիչ, ընդհանրապես իսպանական ֆուտբոլը անկում է ապրում վերջի տարիներին եւ դրա մասին ես մի քանի անգամ խոսել եմ, եւս հիմա փոքր կարճ ասեմ դրա մասին, որ Լա Լիգայի թիմերի մոտ բոլորի մոտ անկում է գրեթե, Ատլետիկ Բիլբաոն դրանցից վառ օրինակն է, շատ վատ են ելույթ ունենում Չեմպիոնների լիգայում, խայտառակ ցուցանիշներ ունեն Լա Լիգայում, եւ այս հանդիպումն էլ ամբողջովին ցույց տվեց, որ այս Ատլետիկ Բիլբաոն այս պահին ընդհանրապես պատրաստ չէ ոչ մի մրցակցության եւ այս տեմպերով կարծում եմ գուցե նաև գա Վալվերդեի վերջը, նրանց մարշչի վերջը եւ գուցե ժամանակն է ինչ որ լուրջ փոփոխությունների այս թիմում, որովհետեւ իրոք այս տարի մենք տեսնում ենք լրիվ կերպարանափոխված Ատլետիկ Բիլբաո։ Ես ինչքան ֆուտբոլ եմ նայում, անկեղծ ասած չեմ հիշում այսքան թույլ Ատլետիկ Բիլբաո, ինչքան որ հիմա է։ Նրանք շատ թույլ են Ռեալ Մադրիդի հետ խաղում Լա Լիգայում, շատ թույլ են Բարսելոնայի հետ խաղում այս կիսաեզրափակչում Լա Լիգայի խաղում եւ ինչն է շատ հետաքրքիր փաստ, որ շատ կարեւոր է, որ այս թիմի դարպասապահ Ունայ Սիմոնը, որը երկար տարիներ Իսպանիայի հավաքականի առաջին համարն է եւ ընդհանրապես ես մի շատ լավ եւ բարձր կարծիք եմ ունեցել նրա մասին, ունի ակնհայտ խաղային անկում եւ այդ խաղային անկման պատճառով շատ զավեշտալի գոլեր է բաց թողնում։ Միակ թոփ խաղը, որտեղ Ունայ Սիմոնը խաղացել է իր մակարդակում, դա եղել է Չեմպիոնների լիգայի
հանդիպում Paris Saint-Germain-ի հետ խաղում, որտեղ 0-0 ավարտվեց եւ ֆանտաստիկ պերֆորմանս ցուցադրեց Ունայ Սիմոնը, բայց մնացած բոլոր թոփ խաղերում, որոնք ես դիտել եմ Ատլետիկ Բիլբաոյի կատարմամբ, Ունայ Սիմոնը ուղղակի խայտառակ վիճակում է, Ռեալ Մադրիդի հետ սխալներ, Բարսելոնայի հետ երկու խաղերում սխալներ, Ատլետիկո Մադրիդի հետ սխալ։ Մի խոսքով չանդրադառնանք, երկար չծավալվենք այս թեմայով, փաստ է, որ այս զույգում արդեն կարծես թե ամեն ինչ սկզբից պարզ էր, թերևս ինչ որ մարդիկ հույսեր ունեին, որ Ատլետիկ Բիլբաոն ինչ որ պայքար կառաջարկի Բարսելոնան, բայց այդ պայքարը չեղավ։ Բարսելոնան 4 գոլ խփեց արդեն առաջի խաղակեսում, երկրորդ խաղակեսը արդեն ուղղակի ձևական բնույթ էր կրում, որտեղ Բարսելոնան եւս 1 գոլ խփեց եւ ի վերջո հաղթեց 5-0 հաշվով։ Այս խաղում Ատլետիկ Բիլբաոն կարող է հիշել ընդամենը 2 հնարավորություն, մեկը առաջի խաղակեսում, երբ որ Սանսետը արվածեց դարպասաձողին, եւ եւս մեկ հնարավորություն, երբ երկրորդ խաղակեսում մենակ մնաց Ատլետիկ Բիլբաոյի ֆուտբոլիստը, բայց չկարողացավ գրավել Ժոան Գարսիայի դարպասը։ Ուրիշ ոչ մի դրական բան այս խաղից իհարկե նրանք չեն կարող տանել։ Անցնենք մյուս խաղին, ավելի հետաքրքիր, ավելի լարված, ավելի երկկողմանի թեժ Մադրիդյան դերբի, իհարկե Մադրիդյան դերբիները սովորաբար այլ կերպ չեն լինում, վերջի տարիներին հատկապես միշտ Մադրիդյան դերբիներում կատաղի պայքարը եւ այս անգամ էլ բացառություն չէր։ Այս խաղը Ռեալ Մադրիդի համար շատ կարևոր էր, որովհետև Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչը եւ ընդհանրապես թիմը անընդհատ ասեղների վրա է եւ նրանք անընդհատ սպասում են, որ պետք է սա ինչ-որ մի բան լինի եւ մարզիչը հեռացվի յուրաքանչյուր անհաջողության դեպքում, բայց այդ բարդ շրջանում Ռեալ Մադրիդը իհարկե շատ անորոշ եւ վատ խաղով, բայց հաղթական շարք է գրանցում արդեն 4 խաղ անընդմեջ եւ այդ հաղթանակները դեռևս պահում են աթոռին եւ այս խաղում էլ այդպիսի իրավիճակ էր, որ եթե Ռեալ Մադրիդը պարտվեր, ապա շատ մեծ հավակնությամբ Ալոնսոն արդեն Սաուդյան Արաբիայում կլսեր իր հրաժարականի մասին եւ չէր հասցնի անգամ գալ Մադրիդ։ Թերևս արագ գոլը, Ֆեդե Վալվերդեի ֆանտաստիկ գոլը կարծես թե ամբողջովին փոխեց այս խաղի պլանները, որովհետեւ սկզբնական սպասելիքները լրիվ այլ էին, սպասում էր, որ Ատլետիկո Մադրիդը կխաղա երկրորդ համարով, իսկ Ռեալ Մադրիդը ավելի շատ կփորձի առաջին համարով խաղալ, բայց մենք տեսանք լրիվ հակառակ պատկերը եւ այդ ամեն ինչ իհարկե որոշեց առաջի գոլը։ Ատլետիկո Մադրիդի տեսանկյունից այս հանդիպումը եւս շատ կարեւոր է, որովհետեւ Լա Լիգայում նրանք արդեն շատ մեծ տարբերությամբ զիջում են Բարսելոնային եւ Ռեալ Մադրիդին, կարծես թե Լա Լիգայում նրանք արդեն ամեն ինչ կորցրել են, Չեմպիոնների լիգայում է նրանց հիմնական պայքարը լինելու Իսպանիայի գավաթում եւ հենց այս գավաթն է շատ կարեւոր, որովհետեւ ես անկեղծ չեմ հիշում երբ է վերջին անգամ Ատլետիկո Մադրիդը հաղթել Իսպանիայի սուպեր գավաթը։ Իրոք չեմ հիշում, ընդհանրապես եթերից առաջ էլ, այս տեսանյութից առաջ էլ ես չճշտեցի ցավոք սրտի այդ ինֆորմացիան եւ իրոք չգիտեմ երբ է հաղթել, եթե գիտեք կարող եք կոմենտներում գրել երբ է վերջին անգամ հաղթել Ատլետիկո Մադրիդը ընդհանրապես Իսպանիայի սուպեր գավաթը եւ նրանց համար շատ կարեւոր էր վերջապես այդ սառույցը կոտրել, բայց ցավոք սրտի Ատլետիկո Մադրիդի համար չստացվեց։ Արագ գոլ Ֆեդե Վալվերդեից, հետո Ատլետիկոն քիչ-քիչ ուշքի եկավ, ստեղծում էր անընդհատ պահեր, ավելի շատ էր հարվածում դարպասին, համեմատաբար ավելի շատ էր տիրում գնդակին, թերևս այնտեղ էական տարբերությունները շատ մեծ չէր գնդակի տիրելու հետ կապված, այստեղ ավելի շատ տարբերություն կար XG-ների, հարվածների եւ այլնի եւ այլնի։ Ընդհանուր առմամբ Ատլետիկո Մադրիդը ավելի լավ էր խաղում, ավելի շատ էր հարվածում, բայց գուցե դա ստիպում էր խաղը, որովհետեւ Ռեալ Մադրիդը արագ գոլ խփեց եւ արդեն ստիպված էր պաշտպանվել, որովհետեւ Ատլետիկոն գնում էր կորցրածը վերադարձնելու։ Թերևս պետք է նաեւ նշել, որ Ռեալը եւս եւ առաջի խաղակեսում Ռոդրիգոն էր հնարավորություն հաշիվը կրկնապատկելու, երկրորդ խաղակեսում արագ գոլ խփեց արդեն Ռոդրիգոն, նորից 2-0 դարձավ, դրանից հետո Ատլետիկոն արագ պատասխանեց։ Եթե նայում ենք առաջի խաղակեսի ու երկրորդ խաղակեսի հնարավորություններով, առաջի խաղակեսում էլ էր Ատլետիկոն գերազանցում, բայց երկրորդ խաղակեսում չափից շատ էր գերազանցում պահերով։ Ուղղակի կարծես թե այդ ռեալիզացիան վճռորոշ դարձավ այս հանդիպմանը, Ռեալ Մադրիդը չի ասի թե շատ տպավորիչ խաղ անցկացրեց, բայց հաղթեց, ինչը ամենակարևորն էր։ Այս պահին ոչ մեկը կարծում եմ այլևս Ռեալ Մադրիդից գեղեցիկ խաղ չի ակնկալում, բոլորը ակնկալում են արդյունք եւ դա նաեւ հասկանում է պարզ Չաբի Ալոնսոն։ Երբ ամբողջ թիմը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ յուրաքանչյուր անհաջողությունը, ոչ ոքին, պարտությունը, ինչ որ մյութասարից դուրս մնալը կարող է լինել մարզչի հրաժարական, մարզչի հեռացում, սա նշանակում է, որ թիմը պետք է խաղա միայն արդյունքի վրա։ Դրա համար հիմա սպասել Ռեալ Մադրիդից ինչ որ ֆանտաստիկ ֆենոմենալ խաղ, անկեղծ ասած սուտ է։ Գոնե ես դրան այս պահին գոնե այդքան էլ չեմ հավատում եւ ես միայն այս պահին ցանկանում եմ տեսնել, որ Ռեալ Մադրիդը ունենա արդյունք։ Ինչ վերաբերվում է այս խաղի շարունակությանը 2-1-ից հետո Ատլետիկոն կարող էր իհարկե հավասարեցնել հաշիվը, այնտեղ Ռեալը
երկրորդ գոլը խփելուց հետո մեկ լավ հնարավորություն ուներ։ Իհարկե կար նաև Ռոդրիգոյի հարվածը, երբ Օբլակը փրկեց, բայց ես մի իրավիճակի եմ ուզում ուշադրություն դարձնել։ Խաղա վերջում կար իրավիճակ, երբ 4-ը 2-ի դեմ էին մնացել եւ Գոնսալո Գարսիան շատ վատ փոխանցում կատարեց, եթե այնտեղ ավելի հաջող փոխանցում կատարել, այդ խաղավերջի նյարդը չէր լինի Ռեալ Մադրիդում։ Դրանից հետո էլ Ատլետիկո Մադրիդը քիչ էր մնացել հավասարացնել հաշիվը, սակայն Խուլիան Ալվարեսը կարծես թե հենց Մադրիդյան դերբիից հետո կորել է եւ մենք չենք տեսնում այն Խուլիան Ալվարեսին, որին սովոր ենք տեսնել, միշտ կարևոր պահերին գոլեր, սառնասրտություն, այդ սառնասրտությունը կարծես թե այս տղայի միջից վերացել է եւ գուցե դա նաեւ պայմանավորված է նրանով, որ նա մինչեւ Ատլետիկո Մադրիդ տեղափոխվել է յուրաքանչյուր տարում իր կարիերայի սկզբից միշտ ունեցել էր տիտղոս, իսկ Ատլետիկո Մադրիդում նա ունի միայն գեղեցիկ գոլեր։ Ընդհանուր առմամբ այս խաղում Ռեալ Մադրիդը ավելի լավն է ռեալիզացիայի առումով եւ ընդհանրապես այս խաղը եթե մեկ բառով բնորոշենք կկոչենք հենց ռեալիզացիա, որովհետեւ մի թիմը լավ է ռեալիզացնում իր պայերը, իսկ մյուսը չէ ռեալիզացնում իր պայերը։ Եվ այդ ամեն ինչի արդյունքում էլ Ռեալ Մադրիդը եզրափակում է եւ եզրափակում մենք տեսնելու ենք El Clasico։ Գուցե սա երկրպագուների համար մեծ ուրախություն է, գուցե սա հերթական շանսն է այս երկու թիմերի խաղը վայելելու, երկրպագուների այդ ալիքը, այդ անվերջ վեճերը տեսնելու, բայց կարծում եմ խաղային տեսանկյունից շատ մարդիկ կլինեն, որ կասեն, որ Ատլետիկո Մադրիդը գուցե եւս շատ արժանի էր այս եզրափակչին եւ գուցե ավելի արժանի էր, քան Ռեալ Մադրիդը։ Բայց ես ունեմ միշտ մի խոսք, խաղադաշտում կարևոր չէ, թե դու ինչպես ես խաղում, կարևոր է, թե վերջում ինչ է գրված հաշվի այդ տախտակի վրա։ Իսկ տախտակի վրա գրված էր 2-1 օգուտ Ռեալ Մադրիդին։ Եզրափակիչից եկեք խոսենք, եզրափակում El Clasico է լինելու Ռեալ Մադրիդ Բարսելոնա, թիմերը մոտենում են խաղին շատ տարբեր մարզավիճակներում, շատ տարբեր խնդիրներով, շատ տարբեր իրավիճակներում Ռեալ Մադրիդը լուրջ վնասվածքների աղետը Ռեալ Մադրիդում շարունակվում է։ Իհարկե Ատլետիկո Մադրիդի խաղից հետո եղավ մի շատ դրական բան, որ Չաբի Ալոնսոն ասաց, որ Կիլիան Մբապեն գալիս է եւ արդեն մամուլից երբ որ հասկանում ենք, կարդում ենք, շատ հնարավոր է, որ Կիլիան Մբապեն լինի մեկնարկային կազմում, շատ լավ լուր է Ռեալ Մադրիդի համար, որովհետեւ Ռեալ Մադրիդը Կիլիան Մբապեով եւ Ռեալ Մադրիդը առանց Կիլիան Մբապեի տարբեր թիմեր են, որովհետեւ այս թիմում եթե կա մի ֆուտբոլիստ, որը շատ գոլեր է խփում եւ հատկապես Բարսելոնային է շատ գոլեր խփում, դա ապա Կիլիան Մբապեն է։ Դրա համար այս նորությունը շատ լավն է Ռեալ Մադրիդի երկրպագուների համար։ Ալոնսոն իհարկե նաև մի բանով աչքի ընկավ, որը ես մոռացա ասեմ, քանի հիշել եմ, դա էլ ասեմ։ Ատլետիկո Մադրիդ Ռեալ Մադրիդ խաղում անընդհատ կար այդ սկանդալային այդ գիծը Դիեգո Սիմեոնեի եւ Վինիսիուսի միջև։ Դիեգո Սիմեոնեն ամեն կերպ փորձում էր սադրել Վինիսիուսին եւ ինչ շատ դուր եկավ, թե ինչպես Չաբի Ալոնսոն պաշտպանեց Վինիսիուսին եւ ասաց դու գործ չունես իմ ֆուտբոլիստների հետ եւ այնտեղ մի քանի վատ բառեր, որոնք ես չեմ ասի իհարկե այս տեսանյութում, դա ինձ հիացրեց, ես իհարկե Չաբի Ալոնսոյին որպես մարդ շատ եմ սիրում, որպես ֆուտբոլիստ շատ եմ սիրել, թերևս նորից մտածում եմ, որ որպես մարզիչ նա չի համապատասխանում Ռեալ Մադրիդին, բայց դա երկար թեմա է, եկեք դրա մասին չխոսենք, բայց այս քայլը ինձ շատ դուր եկավ, որ Չաբի Ալոնսոն ասաց եւ պաշտպանեց իր ֆուտբոլիստին եւ ինձ իրոք հիացրեց այդ բանը, որտեղ հաշվի առնելով Վինիսիուսի եւ Ալոնսոյի միջև եղածը նախկին El Clasico-ի ժամանակ, սա շատ կարևոր բան էր եւ ընդհանրապես Ալոնսոն կարծես թե արդեն հանդերձանում իրոք այն եղած բոլոր խնդիրները, որոնք կային, կարողացել է լուծել եւ շատ դրական է։ Այո, մենք չենք տեսնում Ալոնսոյի օրոք ռոք-ն-ռոլ, բայց մենք տեսնում ենք վերջի խաղերում գոնե արդյունք, ինչը այս պահին շատ կարևոր է։ Եվ այդ կարևորությունը ամբողջությամբ փազլի կվերածվի, եթե Ռեալ Մադրիդը El Clasico-ում եզրափակում հաղթի։ Կհաղթի թե ոչ, ես դրա մասին կխոսեմ քիչ անց եւ կասեմ իմ կարծիքը, թե ում եմ համարում ֆավորիտ El Clasico-ում։ Իչևէ, հասնենք եզրափակչին, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ եւ այստեղ ես նշեցի, որ թիմերը մոտենում են տարբեր խնդիրներով, Ռեալը շատ լուրջ կորուստներ ունի, ինչը չի կարելի ասել Բարսելոնայի մասին։ Ռեալում Ռուդիգերի խաղալն է հարցական, Հոյսենը դեռևս միջև վերջ այդքան էլ չի կարգավորվել, բայց հավանաբար կլինի մեկնարկային կազմում Ռաուլ Ասենսիոյի հետ, այն Ռաուլ Ասենսիոյի, որը նույնպես ուներ խնդիրներ, բայց խաղալու է, Ռոդրիգոն, որը ուներ խնդիրներ, բայց այսօր մամուլում հայտարարեցին, որ նա եւս կխաղա, սա եւս լավ նորություն է Ռեալի համար, բայց հասկանում ենք, որ բոլորը կարծես թե այդ վնասվածքների գծի վրա են եւ ցավազրկողներով են խաղալում, Մբապեի հետ կապված էլ արդեն մամուլում կան այդպիսի խոսակցություններ, որ հենց ցավազրկողներով է խաղալու, որտեվ սա այն բանն է, որ կամ հաղթում ես, կամ կործանվում ես։ Դրա համար այս պահին Ռեալի համար այս սուպեր գավաթում հաղթելը ավելի կարևոր է թվում։
Ինչ վերաբերվում է ընդհանուր թիմային իհարկե իրավիճակին, ապա Բարսելոնան ես նշեցի, որ 9 խաղանոց մեջ հաղթում է, նրանք լավ հոգեբանությամբ են մոտենում այս խաղին, նրանց հարձակվողները բոլորը արդյունավետ են, բոլորը լավ են խաղում եւ մենք տեսնում ենք Բարսելոնա, որը հարձակման գծում հիշեցնում է անցած տարվա Բարսելոնային վերջի խաղերում, ինչը շատ կարեւոր է ներկայիս Բարսելոնայի համար, որտեղ ես շատ անգամներ եմ նշել իմ տարբեր եթերներում, տեսանյութերում, որ Բարսելոնան մի թիմ է, որի կարգախոսը հետևյալն է, եւ ընդհանրապես խաղաոճը հետևյալն է. դուք խփեք ինչքան կարաք, մենք կխփենք ավելի շատ։ Ու քանի որ հիմա Բարսելոնայի հարձակման գծում նորից կա այդ Եռուզեռը, այդ գոլերի տարափը, ապա Բարսելոնան ուրեմն լավ վիճակում է գտնվում։ Ես չեմ ուզում խոսել պաշտպանության խնդիրների մասին, որովհետև Բարսելոնան այդ պաշտպանության խնդիրները ունեցել է նաև անցած տարի։ Գուցե այս տարի դրանք մի քիչ ավելի ճոխացել են, բայց այդ ճոխանալուն հանդերձ հայտնվել է թիմում Ժոան Գարսիան, որը այդ բոլոր պահերը գրեթե փրկում է եւ իզուր չի վերջին 4 խաղերը Բարսելոնայի կատարմամբ։ Էլ Կլասիկոյի գլխավոր հարցը այստեղ այն է, որ Ֆլիկը երբեք չի պարտվել իր կարիերայում ոչ մի եզրափակչում։ Արդյոք Չաբի Ալոնսոն կդառնա այն մարզիչը, որը Ֆլիկից կխլի այդ հանճարեղ վիճակագրությունը 7 եզրափակիչ, 7 հաղթանակ, սա լինելու է Ֆլիկի 8-րդ եզրափակիչը։ Ես անկեղծ, եթե նայում եմ իրավիճակը, թիմերը ինչպես են մոտենում խաղին, ֆուտբոլիստների մարզավիճակը, կորուստները, վնասվածքները եւ այլն եւ այլն եւ այլն, ես օբյեկտիվորեն կարծում եմ, որ այս խաղի ֆավորիտը Բարսելոնան է։ Բայց սա Էլ Կլասիկո է եւ Էլ Կլասիկոներում ոչ միշտ են ֆավորիտները հաղթում։ Թերևս վերջի տարիներին, վերջին ժամանակահատվածում այնպես է ստացվում, որ ֆավորիտները հաղթում են։ Օրինակ անցած տարի Բարսելոնան առաջին 4-0-ից հետո, որտեղ ֆավորիտ չէր, մնացած բոլոր խաղերում եղել է ֆավորիտ եւ հաղթել է 3 խաղում։ Այս տարի առաջի խաղում Ռեալ Մադրիդը ֆավորիտ էր Բարսելոնայի հետ, հաղթեց, այսինքն վերջին 4 խաղերում ֆավորիտը գոնե հաղթում է եւ ինչպես վերլուծաբանների, այնպես էլ բուքմեկերական ընկերությունները բոլորը հավատում են, որ այս խաղում հաղթելու է Բարսելոնան։ Մոտիվացիոն տեսանկյունից, եթե անցած Էլ Կլասիկոն, այս սեզոնի Էլ Կլասիկոյում Ռեալը հաղթեց մոտիվացիայի շնորհիվ եւ Բարսելոնայի շատ լուրջ վնասվածքների ֆոնին, ապա հիմա իրավիճակը կարծես թե մի քիչ հակառակն է, Ռեալը նորից ունի այդ մոտիվացիան, նորից մարշին պահելու եւ այլն եւ այլն եւ այլն, բայց արդեն Բարսելոնայի կազմում բոլորը տեղում են եւ Բարսելոնան եւս ունի շատ մեծ մոտիվացիա, հատկապես Յամալի հետ կապված դեպքերից հետո, այդ սկանդալներից, հայտարարություններից, Վրեժի հետ կապված խոսքերից Կուրտուան նորից նշեց, որ անցած տարվա եզրափակչի համար մենք վրեժ ենք ուզում լուծել։ Իհարկե, ես այդ վրեժ բառը չեմ սիրում, ես ավելի շատ նախընտրում եմ ռևանշ բառը, որը ավելի սպորտային է։ Վրեժը իմ կարծիքով այդքան է լավ բառ չէ եւ սովորաբար վրեժ ասող ֆուտբոլիստները ի վերջո գլուխը կախ են լինում։ Դրա վառ օրինակին որ կարող ենք հիշել Սալային, որը անվերջ ցանկանում է Ռեալ Մադրիդից վրեժ լուծել, բայց այդպես էլ չստացվեց։ Եվ համաշխարհային ֆուտբոլում շատ են եղել այդպիսի դեպքեր, երբ որ ասում են վրեժ ու այդ վրեժը չի ստացվում։ Ին Բարսելոնան Պեդրին վրեժ է լուծում Պարիս Սեն-Ժերմենից, հիշում ենք, բայց Բարսելոնան պարտվեց այս տարի Պարիս Սեն-Ժերմենի Չեմպիոնների լիգայում նորից եւ սա, այսինքն այս խոսքը այդքան է լավը խոսք չէ, բայց ռևանշի այդ ձգտումը երկու թիմերի մոտիվացիաների գագաթնակետը իրոք գտնվում է շատ բարձր կետում։ Ուղղակի ես ուզում եմ անպայման մի բան նշել, եթե օրինակ Բարսելոնան պարտվի, Ֆլիկին հաստատ չեն հեռացնելու ու այնպես չի, որ այդ մի պարտությունը սեզոնի վրա շատ կտրուկ կարող է ազդել։ Թերևս մենք գիտենք, թե ինչպես է սովորաբար սուպեր գավաթը ազդում սեզոնում, որովհետև այն ոգևորություն է տալի, թիմը շատ ուրախ նոտայով է մեկնարկում սեզոնի այսպեսված երկրորդ հատվածը եւ առաջ է շարժվում ու գուցե հաջողություններ է ունենում, բայց սա Բարսելոնայի դեպքում կարծում եմ այդ դեպքը չէ, որովհետև թիմը լավ գծի վրա է, 9 խաղանոց մեջ հաղթում են եւ եթե հանկարծ այս եզրափակում չհաղթեն էլ իրենց համար ողբերգություն չի լինի։ Իսկ ինչ վերաբերվում է Ռեալի դեպքում, դա կլինի ողբերգություն, որովհետև շատ մեծ հավակնությամբ Ալոնսոին կհեռացնեն։ Թերևս այսօր Մարկայում գրում էին, որ ինչ է լինի Ալոնսոն մեկ է մնալու է, որտեվ իրենց համար նշաձողը դա Ատլետիկո Մադրիդին չպարտվելն էր, Ատլետիկո Մադրիդին հաղթեցին, իսկ ինչ կլինի Բարսելոնայի հետ, դա արդեն կարևոր չէ, սա իհարկե անկեղծ ասած մի քիչ շատ ցածր, այսպես ասեմ, պլանկայի մասին է խոսում Ռեալ Մադրիդի, որտեվ Ռեալ Մադրիդի պլանկան շատ բարձր եղել, թիմը միշտ եղել է այնպիսի իրավիճակում, որ երբ Ռեալը խոսել է ինչ-որ բաների մասին, նրա համար եղել է կամ չեմպիոնություն, կամ գլխավոր տիտղոսներ, կամ հաջողություն, բայց հիմա մենք City-ի հետ պարտությունից հետո Ալոնսոին ասացին, որ նա լավ խաղաց թիմը, կապ չունի, որ պարտվեց, դրա համար Ալոնսոն մնում է։
Հետո վատ խաղերով մի քանի խաղ կարողացավ թիմը հաղթել, ասեցին կարևորը արդյունքն է, ես այդ առումով համաձայն եմ, եթե կա արդյունք, ինձ համար խաղը այդքան էլ էական չի, բայց հիմա նորից կա այդ նորությունը, եթե Ռեալ Մադրիդը պարտվի Բարսելոնային, բայց խաղա նորմալ ֆուտբոլ կամ անգամ չխաղա նորմալ ֆուտբոլ, բայց չջախջախվի, օրինակ շատ որ արտառոց բան չլինի, Ալոնսոն նորից կշարունակի մնալ մարզիչ։ Սա շատ սխալ մտածելակերպ է, ես կարծում եմ, ու այսպես պետք է չլինի, սա ընդհանրապես Ռեալի մակարդակի մասին չէ եւ Ռեալ Մադրիդի կարգի թիմը միշտ է եղել այդպես, կամ դու հաղթում ես տիտղոսներ կամ հաջողություն։ Եթե դու չես հաղթում տիտղոսներ ու չկա նաեւ խաղային որակ, ուրեմն հաջողություն։ Սա հստակ է, թերևս այս հստակությունը վերջի ժամանակներս ինչ որ ձև աղավաղվել է ու դա շատ ցավալի է տեսնել։ Կոնկրետ այս Էլ Կլասիկոյում ինձ համար շատ կարևոր է նաև թե ինչպես կարձագանքեն Բարսելոնայի ֆուտբոլիստները, որովհետև անցած խաղի պարտությունից հետո, անցած խաղի ծանր այդ Յամալի խոսքերից հետո, այդ վեճից հետո, Ռեալի ֆուտբոլիստների վերջում Յամալի վրա հարձակվելուց հետո, մամուլում կատարվող այդ թեժ խոսակցությունների ֆոնին, պլյուս այս ամենին կա Նեգրերայի հարցը եւ երևի վերջի տարիներին ամենաթշնամական իրավիճակում են մոտենում Ռեալն ու Մադրիդն ու Բարսելոնան իրար, նախագահների մեջ անընդհատ բախումներ են, իրար խոսքերով կծում են, ու այս ամեն ինչի ֆոնին շատ հետաքրքիր է հիմա Բարսելոնան ինչպես կօգտվի Ռեալի ոչ այդքան լավ վիճակից, որովհետև երբ որ Բարսելոնան էր վատ վիճակում սեզոնի սկզբում, Ռեալը օգտվեց, բայց այնպես չէ, որ հաղթեց շատ տպավորիչ խաղով։ Այսինքն խաղը տպավորիչ էր, բայց հաշիվը տպավորիչ չէր։ Դերևս խաղի տեսանկյունից էլ ես այդքան էլ չեմ կարծում, որ շատ տպավորիչ խաղ էր, բայց Ռեալը կարող էր գուցե ջախջախել Բարսելոնային այդ խաղում, բայց չջախջախեց։ Հիմա լրիվ հակառակ իրավիճակն է, Բարսելոնան է մոտենում խաղին լավ, Ռեալը ունի ավելի շատ վնասվածքներ, խնդիրներ, ու այս ֆոնին պետք է տեսնենք, թե ինչպես այս ծանր ֆոնին, այս հայտարարությունների ֆոնին Բարսելոնան ինչպես իրեն կդրսևորի։ Նույն ձև կհաղթի Ռեալին դժվար խաղով, թե նորից կհաղթի խոշոր հաշվով, թե ընդհանրապես կձախողվի եւ կպարտվի։ Իրոք շատ հետաքրքիր է, թե ինչ կկատարվի կատալոնական կողմում, այս 3 իրավիճակներում է։ Խոսքը երկրպագուների մասին չէ, այլ այդ ավելի վերին ատյանների եւ ֆուտբոլիստների մասին է խոսքը, որովհետեւ երկրպագուների դեպքում մենք միշտ գիտենք ինչ է լինում, երբ որ մի թիմը հաղթում է մյուսին։ Սկսում են անverջ մեմերը, անիմաստ կատակները եւ անverջ բախումներ։ Սրա մասին չէ իհարկե խոսքը։ Ու այս ծանր ֆոնին Էլ Կլասիկոն կարծես թե վերջի տարիների ամենաթեժ ու կարևոր կետերից մեկն է լինելու, որովհետեւ Ռեալ Մադրիդի համար սա կյանք ու մահվան հարց է, իսկ Բարսելոնայի համար սա գուցե առաջին պարտությունից հետո եւ մրցակցի ծանր հարվածից հետո իսկական ժամանակն է, որ նորից նրանք ցույց տան, որ այս պահին իրենք ամեն դեպքում ավելի լավ թիմ են, քան Ռեալ Մադրիդը։ Ընդհանուր առմամբ Էլ Կլասիկոյի սպասելիքները իմ մոտ հետևյալն են, որ ֆավորիտը Բարսելոնան է, բայց սա Էլ Կլասիկո է եւ Էլ Կլասիկոյում կարող է լինել ամեն ինչ։ Ես եւս մեկ բան եմ ուզում խոսել մարզիչների հետ կապված, ընդհանրապես մարզիչների եզրափակիչների մասին։ Ես արդեն նշեցի, որ եզրափակիչների առումով Ֆլիկը 7 եզրափակիչ է ունեցել եւ 7-ում է հաղթել է։ Ինչ վերաբերվում է Ալոնսոյին, ապա Ալոնսոյի պարտված եզրափակիչներից ես շատ լավ հիշում եմ Եվրոպա լիգայի եզրափակիչը Բայերում, երբ որ նա շատ լավ վիճակում էր գտնվում թիմը, բոլորը խոսում էին Բայերի մասին, անպարտելի էր Բայերը ընդհանրապես ոչ մի պարտություն չուներ մինչև այդ խաղը, եւ եզրափակչում ուղղակի տոտալ ձախողվեցին եւ 3-0 հաշվով պարտվեցին Ատալանտային Գասպերինիի, որը ուղղակի մարշական մաստեր կլաս անցկացրեց Ալոնսոյի համար։ Եվ ես հուսով եմ, որ այս եզրափակչում Ռեալ Մադրիդը այդ անակնկալը չի տեսնի Ալոնսոյի օրոք, որ Ալոնսոն ինչ-որ հեծանիվ որինի, որովհետև Ալոնսոն ունի այդպիսի բնավորություն, որ այդպիսի կարևոր խաղերում նա որոշում է ինչ-որ անհասկանալի բաներ անել, փոխում է ինչ-որ բաներ ու տոտալ ձախողվում է։ Այդպիսի վառ օրինակ է Ատալանտայի հետ եզրափակիչը։ Իսկ ինչ վերաբերվում է Ֆլիկին, Ֆլիկը իր բոլոր եզրափակիչներում այն ոճը, որը նա միշտ ունեցել է, այդ ոճին երբեք չի դավաճանում, ինչ որ նոր հեծանիվներ չի հորինում, խաղում է այնպես, ինչպես միշտ խաղում է։ Տալիս է թիմին վստահություն։ Այստեղ նաև մարզիչների բախումն է, հատկապես հաշվի առնելով, որ առաջին դիմակայությունում Ալոնսոն հաղթել է Ֆլիկին, հիմա հետաքրքիր է Ֆլիկի պատասխանը Ալոնսոյին, թե ինչպիսին կլինի, ինչպես Ֆլիկը կպատրաստվի եւ ինչ անակնկալ կմատուցի Ալոնսոյին եւ արդյոք Ալոնսոն պատրաստ կլինի այդ անակնկալին եւ ընդհանրապես Ալոնսոն առաջի խաղը
վերցնելու է որպես օրինակ, թե ընդհանրապես ուրիշ բան է մտածելու, որովհետև առաջի խաղում ու այս խաղում շատ տարբեր թիմեր էին խաղում, շատ տարբեր կազմեր էին խաղում ու շատ տարբեր պատմություններ էին։ Ես մտածում եմ, որ Ալոնսոն այս խաղում այն կազմը, որը հիմա հստակեցվել է, այսինքն այն կիսապաշտպանական եռյակը, որը իրոք հաջողություն է տալիս Ռեալին, Կամավինգա, Չուամենի, Բելինգեմ, Վալվերդը խաղում է աջ պաշտպանի դիրքում, դրա համար նրա անունը չեմ տալի, որը կարևոր ֆիգուր է, բայց այս եռյակը, որը նշмарվել է եւ ընդհանրապես կիսապաշտպանական այդ քարյակը, եթե Վալվերդը ինել համարենք այդտեղ, այս գիծը հիմա շատ կարևոր է Ռեալ Մադրիդում եւ սա աշխատող է։ Արդյոք այդ աշխատող մեխանիզմը կօգտագործի Ալոնսոն, թե նորից կգնա Արդա Գյուլերների եւ ինչ որ անհասկանալի որոշումների հետևից։ Սա շատ կարևոր բան է, որը ես սպասում եմ։ Ֆլիկից ես ինչ որ անակնկալներ չեմ սպասում, կարծում եմ կլինի Ատլետիկ Բիլբաոյի հետ գրեթե նույն կազմը, ի տարբերություն մենակ միայն, որ Ռունիի փոխարեն դաշտում կլինի Յամալը, ուրիշ փոփոխություն կարծում եմ չի լինի, կլինի Դե Յոնգը, կլինի նորից Պեդրին, նորից կլինի Ֆերրանը հարցակման գծում, կլինի Ռաֆինյան եւ ոգի Ռունիի փոխարեն կլինի կարծում Յամալը։ Ես ընդհանրապես այստեղ ինչ որ շատ փոփոխություններ չեմ սպասում։ Ռեալի դեպքում էլ իհարկե հաշվի առնելով վնասվածքների ֆոնը, երևի թե եթե Ռուդիգերը չլինի, կլինի Հոյսենը եւ Ռոդրիգոն, ինչպես հասկանում ենք, լինելու է, Գոնսալո Գարսիայի փոխարեն հավանաբար կլինի Մբապեն եւ մենք կտեսնենք Վինիսիուս, Ռոդրիգո, Մբապե հարցակման եռակ Գոնսալո Գարսիայի փոխարեն։ Թեևս կտեսնենք ինչպես կլինի, խաղը արդեն վաղն է եւ վաղը ես անպայման կունենամ ուղի եթերներ, այսօր եմ ունենալ ուղի եթեր TikTok-ում, բայց վաղը նախ խաղային ուղի եթեր է լինելու, հետո այդ խաղային ուղի եթեր լինելու TikTok-ում, իսկ իմ այսօրվա տեսանյութը այսքանն էր, լավ մնացեք, կհանդիպենք։